Նախ կարծում եմ Մոսկվան գոնե թե այս պահին Հայաստանի նկատմամբ վարում է դասական ռեալիզմի սկզբունքներով քաղաքականություն, որը հանգում է այն ամենապարզ տրամաբանությանը, որ քաղաքականությունը շահերի մասին է եւ եթե ռուսական շահը ինչ-որ պահի հայկական շահի հետ չի համընկնում, Հայաստանի իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը հանգում է նրան, որպեսզի Ռուսաստանը զրկվի իր ազդեցության գոտու որևէ անկյունից, Ռուսաստանը սկսում է հակազդել։ Սա դասական քաղաքական ռեալիզմի տեսության վրա հիմնված, այսպես են, քաղաքական գիծ է, որը ակնհայտ է եւ այստեղ կարծում եմ որևէ թաքնված բան չկա։ Այլ խնդիրը թե ինչպես են սա անցալում Հայաստանում եւ ինչպես են սրան հակազդում կամ փորձում հենց նույն դասական ռեալիզմի տեսանկյունից ապահովել հայկական շահերի մաքսիմալ այսպես սպասարկումը։ Ցավոք սրտի, եթե խոսում ենք այս հեռախոսազանգի մասին, այս հեռախոսազանգը եւ ընդհանրապես շեշտադրումները բնականաբար Հայաստանի իշխանությունների համար կարեւոր է տնտեսական խնդիրներ։ Ինչու է կարեւոր, որովհետեւ այդ խնդիրները ամեն օր գնալով եւ խորանալու են եւ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի իր վրա զգալու է։ Եվ այս պահին կամ նույնիսկ մոտ տարիներին դա հնարավոր չի լինելու կոմպենսացնել այն մեթոդներով, որը առաջարկվում է Հայաստանի իշխանությունների կողմից, մասնավորապես եվրոպական շուկայի միջոցով կոմպենսացնել ռուսական շուկայի կորուստը պայմանական։ Եվ սա նաև հասկանում են Ռուսաստանում սա հասկանում են հաշվի առնելով թե եվրոպական միության լոգիստիկ հնարավորությունները Հայաստանի հետ, թե շուկայի առանձնահատկությունները եւ հայկական արտադրանքի առանձնահատկությունները եւ այս բոլորը հանգում է նրան, որ Ռուսաստանը ձեռք է բերում եւս մեկ ազդեցության գործիք, բայց այստեղ շատ ավելի կարեւոր է այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանությունները ժամանակին համաձայնվելով կամ առնվազն լուր համաձայնություն տալով ադրբեջանական պահանջներին արտաքին կողմի ուժից երկրի ներսում օրենսդրություն փոխելու նախադեպ ստեղծելուն, սա Ռուսաստանին եւս հնարավորություն է տվել այսօր Հայաստանին հարկադրել, համոզել կամ պարտադրել հանրաքվե անել։ Հանրաքվեն ցանկացած պետության ներքին գործն է եւ ինքնիշխանությունը հենց այստեղ է արտահայտվում։ Պետությունը ցանկանում է իրականացնել հանրաքվե, թե չի ցանկանում։ Բայց քանի որ մենք արդեն առաջին այսպես նախադեպը ստեղծելու ճանապարհին ենք, մասնավորապես Ադրբեջանի մասով համաձայնելով հրաժարվել անկախության հռչակագրից փոխել սահմանադրությունը, սա կստեղծի նախադեպ, որպեսզի ապագայում ել ավելի մեծ լինեն ամենատարբեր առիթներով Հայաստանին հարկադրվող ներքին իրավական փոփոխություններ։ Այս ամբողջ պատմության մեջ ամենավետալին այն է, որ իշխանությունների վարած քաղաքականությունը հանգեցնում է նրան, որ Հայաստանը զրկվի իր ինքնիշխանության ամենակարևոր ֆունդամենտալ գործիքներից մեկից սահմանադրության եւ ընդհանրապես հանրաքվեի ներքին պահանջով բացառապես կատարելու հնարավորությունից եւ իրավունքից։